Եղավ մի անգամ անտառի միջին, արծիվն ու կաղնին էսպես վիճեցին, թե որն իրենցից շատ տարի կապրի, որն է դիմացկուն ու պինդ ավելի: Արծիվն ասավ՝ ես, կաղնին էլ թե՝ ես: Երկուսն էլ համառ ու հպարտ էսպես մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին, վերջես տեսաք պայման կապեցին: Ժամանակ դրին 500 տարի, արքան հավքերի, արքան անտառի, որ թե որոշված էն օրին հասնեն, էն օրը մին էլ գան իրար տեսնեն: Ու արծիվն իսկույն կաղնուց հեռացավ, հզոր թևերը շարժեց, վերացավ դեպի ամպերը, դեպի ժայռերը, ուր անց է կենում իր լավ օրերը: Կաղնին էլ փռեց ճյուղերն երկաթի, խոր ու խոր մխեց ճանկերն արմատի, ու էնպես հուժկու կանգնեց անտառում, որ վայր չընկնի էլ 500 տարում: Դարեր անցկացան, և ահա մի օր արծիվը եկավ ծերացած, անզոր, ծվոցը կտրած, տկար հևալով, թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով, տեղ հասավ մի կերպ, նայեց դեսուդեն, տեսավ, որ կաղնին ընկել էր արդեն: Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ, ընկել էր ահեղ փոթորկի առաջ: «Հեյ», կանչեց, «գոռոզ պարծենկոտ կաղնի, դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի, 500 տարուց մի ժամ էլ դեռ կա, ընկել ես արդեն անկոտրում հսկա: 500 տարի ապրել եմ կանգնած, էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած, մինչև լրանա մի 1000 տարին», պատասխան տվավ ընկած վիթխարին: